Բարև ձեզ։ Ուրեմն ուզում եմ շատ կարճ, կոնկրետ, կոռեկտ անդրադառնալ ազգային ժողովի քպական մի падգամավորի Վահանա Վահագա, հանրության մեջ հայտնի է որպես խոզա, կաբանա եւ այլն։ Դա է անձնական իրավունքն է։ Ուրեմն տվյալ անձը ինչ-որ 3 գիրույթ ունեցել ազգային ժողովում iPad-ը, տոլի նոթբուքը, iPad, ոնց հասկացած ձերը, ցուցածալի վիդեո, որտեղ մի անձնավորության են ցույց տալիս ազատամարտիկ, թե ոնց է մանվելը շղթայել, վզից, ոտից, ձեռից եւ այլն։ Ու այդ վիդեոն 2000 թվականի է ոնց որ, 2000 թվականի վիդեո է։ Ես հիմա նախ ուզում եմ պատասխանեմ տվյալ падգամավորին։ Շատ կուլտուրական առանց մի հավիյանքի եւ այլն։ Ինչ ցույց է տալի, ինքեր падգամավոր, շատ ճիշտ է ցույց տալի։ Այո, նման բաներ եղել է եւ շատ է եղել։ Ադիք նորություն չէ։ Մավելը ինչ ուզելա էժմիածանի մեջ արելա։ Ուզելա շղթայելա, ուզելա չի շղթայել, ուզելա տարելա գցելա, չգիտեմ, ես ին որտեղ արեք։ Ուզում բանել արելա դոդը։ Արուզի վանդակ, չգիտեմ, կրակադիլների մեջ, կրակադիլների հետ մարկանց մենք կերել են, իսկ չէ՞ կրակադիլ պահան դոդը, որտեղ եթե մեկին գցես կրակադիլի բան բերել, Եվրասայի երկիր մոլորակն էլ տակ դու վրանես, էլ չես կրա այդ մարդուն կտես կերա պրծալ, առուշի որ ոսկորները թողա, լրիվ կուլատալն պրծան, ատեն սմարտ կողություն չունի, հիմա կարող անսմի 5 տարի, 10 տարի դոդի մեռնելուց հետո հելաս է տեսեք, դոդս ես բաներ արել, մասակ է կրակադիլի մեջ, բայց իմաստը բերանստեղ առաջանում է մի հատ հարց, ինչի մանվել Գրիգորյանի նկատմամբ, քո վարչապետը քրեական հետապնդում չնշանակեց հենց այդ գործով։ Հելա գնացին ինչ-որ հավայի բաներ, ինչ-որ ապօրինի զենք, տուշոն կա, չգիտեմ, հարկերից խուսափում, հիմարություն, որը որ հետագայում չէր էլ ապացուցելու, որովհետև այդպես էլ տուշոնքին չհիմնավորվավ, այդ ոսորդական ինչ-որ մի հատ շայթան տրուբեք եք, թե ինչ եք, թե եւ այլն, էլի չհիմնավորվավ, այ մարդ, նա որ ձերի տակ այդ վիդեոն կար, իսկ այդ վիդեոն այո, ալամ աշխարհը նայել է։ Այդ վիդեոյով անձի խոստանգումով քո գոզալեմ դատախազությունը ինչի մանվել Գրիգորյանի նկատմամբ հենց այդ էպիզոդով քրեական գործ չհարուցեց, որ որևիցե մի հատ երևույթ չներ ասել, մանվել Գրիգորյանը օմեղո։ Ինչ չարիք։ Ասում ես եղել է 2000 թվականների Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, ճիշտ ես ասում։ Բա հիմա այդ ժամանակվա դատախազին, NVD-ի մինիստրին եւ մյուսներին ինչ չեք վրեկը հարուցում քրեական գործ։ Չէ՞ որ այդ տեսանյութը բոլորն տեսել են։ Եղել է ազատ համացանցում։ Որտեղ է ցեզուետի ճարը։ Համացանցից։ Այսինքն հենց դուք նիկոլականները, նիկոլական իշխանությունը ռեալ գործը քտի տակ թողած գնացել եք ինչ մանվելի վրա հիմարությամբ հարուցել եք քրեական գործ։ Գասպարյան Վովայի հետ կապված հարուցել է քրեական գործը իմ տված հաղորդման հիման վրա, բայց Գասպարյան Վովայի ժամանակ ռազմական ոստիկանությունում ձետ կար մի հատ, անազգալը չեմ հիշում, այդ ձետը մի քանի պատրոնով գործել էր X սպանություն, մի քանի անգամ ձետ ինքնին կրակել էր։ Այդպես էլ այդ մարդու սպանությունը մնաց մութ, ասին X սպանությունը եւ վերջ։ Ես մնացի այլ դեպքեր։ Բանը սարի թաղնա, մյուսնա, այդ նույն էլեկտրիկ, այդ նույն Գասպարյան Վովայի ժամանակ։ Բա ինչի՞ մա նույն Գասպարյան Վովային այդ նույն բաներով չեք դատում։ Ես ակը մեռնի, կեցա կպրծնի քսատքի, հետո կնեք ասեք, բա, իշկաս ես, սենց բանատերի ունեցե այն վաղտ։ Ախս, կամ այսօրվա այս ազգային ժողովը, արա խուժանանոց, շատ Կիրթ եմ ուզում այսօր ելնեմ, չեմ ուզում, էլ սեղաններին են խփեմ, հուբուենանը, միջանցները միար են կաշկշեմ, լակոտություններ, մեկը մյուսին չզիջող, սա ազգային ժողով է, շատ վախնոց, գումանած է դրան, հելելա Հայաստանի Հանրապետության վարչապետը կոչում, ասում է երկիր մոլորակն է մեղավոր, որ մենք ես վիճակի մեջ ենք, էլ նախինների անունը չի տալն, էլ որի անունտա, Սերժանտա, Քոչարյանի, Լևոնի, վերջ, հիմա էլ երկիր մոլորակն է մեղավոր, որ չգիտեմ, տնտեսությունը վատ է, այդ երկիր մոլորակի վատն էլ ազդում է մենակ Հայաստանի վրա։ Ուրիշ ոչ մի երկրի վրա։ Չինաստանը ծաղկում է, Ավստրալիան ծաղկում է, Եվրոպայում նորմալ է, Վրաստանը հենացած ցնում է։
Սա ռուսական շուկան գրավումա, որովհետև Հայաստանին հանին տշին սիկտիանին կցին դուրս, Ադրբեջան ծաղկումա, այն ասճանը հասել Ադրբեջանի նախագահանա որոշում Հայաստանում ատոմակայանը պիտի աշխատի, թե չէ, բոզի տղավարի հելեմ ասել, մենք շուտվանից էինք որոշել, որ ատոմակայան պիտի փակվի։ Ձեր պապան Լևոն Տեր-Պետրոսյանը փակեց ատոմակայանը։ Ինչի հասանք նրա, որ օրը 2 ժամ էինք լուսցենը։ Միշև եկավ պիտի ինրասման լավին լավ, վատին վատ, միշև եկավ Քոչարյան բացեց, նոր ժողովուրդը հասկացավ ինչ է նշանակում ատոմակայան, ինչ է նշանակում հոսանք, ինչ է նշանակում ջուր ստաբիլ ունենալ։ Եվ առանց ատոմակայան որտեղ եք տեսել պետություն։ Հիմա նորից նույն բոզի տղությունը, հենց սրանք են ասում, պիտի ատոմակայանը փակ։ Ձեր մոտ դլոն փակեք։ Ատոմակայանը փակեք, ինչով ես այդ հոսանքը փոխարինը։ Ադրբեջանը պիտի քեզի հոսանք տա։ Ադրբեջանից պիտի բերեք, նավթա, էսա, էնա, հա? Էսեք, այսինքն դուք էդ եք, դուք և այն մարդիկ, որոնք որ նստած են այսօր որպես ընդդիմություն ազգային ժողովում, կամ այն հասարակությունն են։ Այսինքն խոսալ չգիտի։ Ես չգիտեմ անգամ այդ տղուն ինչ ասեմ։ Վիրավոր ես, ինչի, դիտողություն ենես, ինչի, հետևություն չասում, ես չեմ վստահում Ադրբեջանի նախագահի, խտրեմ, պիտի վստահի, ինքեզ նալեք, հենց մի հարց Ադրբեջանի նախագահան քեզի վստահում, այս ազգային ժողովը թուրիմացությունն է, այս կառավարությունը թուրիմացությունն է, և միայն անասունը կարող է հավատա, որ այս ազգային ժողովը կարող է ունենալ երկար կյանք։ Չի կարող ունենալ այս ազգային ժողովը երկար կյանք, որովհետև ազգային ժողովում նստած է խայտառակություն, և այս ժողովուրդը, որը գնաց հանուն փողի, հանուն բիզնեսի, հանուն պաշտոնի, ընտրեց այս ղախպնոցը, հələ շատ երկար է թքելու փեդին, հիմա հələ ասում են գյուղացիները գոհ են, ինչից են գյուղացիները գոհ, որ միրգը մնացել վրեքը, ձուկը, ծաղիկը մնացել վրեքը, ընկած փաստաթղթեր են կեղծան պետական մակարդակով, որ կարողանան ձուկ ու ծաղիկ ու միրգ արտահանեն Ռուսաստան, հələ մի հատ էլ գոհ են, որ ռուսական շուկայից վտարվում է։ Էսա, այս կառավարության ղեկավարի կերպարը, դեղերը չի խմում, հələ ընկնում է ժողովրդի ջանին։ Ուղեղն անջոծում, տավարի ցավ, հələ հաճում։ Ինչա հաճում, մենք չգիտենք։ Էս է ուզում ասացելների։ Ընկեր պատգամավոր, որ վեկալ եմ ավելի վիդեոն ցույց ես տալում, լավ ես անում, բայց քրական գործը դրանով հարուցեիք։ Վանեցյանին ասեիք, Վանեցյա, խեցանով չես հարուցեի։ Վերցրի տուշոն կեքով սոուս արկեցիք։ Բայց այս բաներով հարուցեիք, որ ռեալն ես, ոչ մեկ չկանան ասել Մավել Գրիգորյանը անմեղի, բայց ձեր հարուցած գործերով Մավել Գրիգորյանը անմեղ էր, այո, տուշոն կեքով անմեղ էր, ապօրինի զենքով անմեղ էր, ես էլ եմ ասում։ Այ մարդ խոշտանգելուց անմեղ չի, դրանով հարուցեիք, դրանով էլ տանեիք։ Նորից մենք ականատես ենք լինում ոչ մասնագիտական մոտեցման, այս անգամ շատ կուլտուրական եղավ, այսքանը։